Բարև ձեզ, մենք շարունակում ենք դիտարկել մաթեմատիկայի շտեմանի խնդիրների լուծումը, այս պայն դիտարկենք երկրորդ շտեմանի առաջին գլխի երկրորդ բաժնի առաջին վարժությունը, սրանք այդ արտահայտությունների ձևափոխություն եւ արժեքների հաշվումից է, եւ փորձենք միասին լուծել առաջինը, որը կարծում եմ բավականին պարզ է։ Փակագծի եթե ունենք առաջինը կատարենք բազմապատկում բաժանը, հետո նոր գումարում հարում, այսինքն այս դեպքում մենք առաջինը պետք է կատարենք 2/3 բաժանած 1/6, որը կարող ենք գրել 2/3 անգամ 6 1/3, որտեղ եթե բաժանած է, սա կոտորակը շրջում է, դառնում է բազմապատկում բաժանում է, այս այլ հավասար է։ Դե 3-ը 6-ի հետ կրճատ մստել լինում է 2, 2 անգամ 2-ը տալիս է 4։ Այսինքն 2/3-ը բաժանած 1/6-ից ստացանք 4։ Հաջորդի 7 երկրորդին գումարենք մեր 4-ը, 4-ը կարող գրեմ 4 1/3 տեսքով, ընդհանուր հայտարարենք 2, այստեղ ստացվի 7 գումարած 2-ը բաժանած 1-ի 2, 2 անգամ 4-ը 8, 7 գումարած 8, որն էլ հավասար է 15 երկրորդ։ Այսինքն փակագծի արտահայտության արժեքը ստացենք 15 երկրորդ եւ հաջորդի 15 երկրորդը բաժանեմ 3-ից, 3-ը կարող գրեմ 3 1/3, որտեղ ընդհանրապես երբ գրում ենք 3, դա նշանակում է 3 1/3 կամ կամայական թիվ։ Սա իր հերթին հավասար է 15 երկրորդ բազմապատկած 1/3-ով, 3-ն ու 15 իրար հետ կրճատվում են, ստացվում է վերևում 5 երկրորդ, այսինքն ստացանք, որ սրա պատասխանը հավասար է 5 երկրորդը։ Սա հետ կապված, հիմա եկեք միասին դիտարկենք երկրորդ կետը։ Երկրորդ կետում ասում է հետևյալը, որ փորձենք հաշվել արտահայտության արժեքը։ Կարևոր մի նկատառում, այստեղ տեսեք արմատ A քառակուսի է։ Արմատ A քառակուսին հավասար է մոդուլ A։ Ու սա էլ հավասար է իր հերթին A, եթե A-ն մեծ կամ հավասար է 0, եւ մինուս A, եթե A-ն փոքր է 0։ Հիմա մեր դեպքում մենք ունենք արմատի տակ 1 հանած արմատ 5։ Արմատ 5-ը դա 2-ից մեծ թիվ է։ Հետևաբար այս տարբերությունը տալու է բացասական։ Այդ դրանով է պայմանավորված, ես սրանից կարամ հանեմ արմատ 5 հանած 1։ Եկեք կարևոր փաստ ասեմ ձեզ։ A հանած B թե B հանած A-ն նույն արդյունքն է տալու տարբեր նշաններով։ Այստեղ եթե A-ն ու B-ն թվեր են, հա, ոչ բացասական։ A-ն ու B-ն դրական թվեր են, եթե լինում։ Հիմա տեսեք, օրինակ 3 հանած 8 կամ 8 հանած 3։ Սրանք նշանների տարբերություն է տալիս։ 3 հանած 8-ը տալիս է -5, իսկ 3-ից 8-ից հանած 3-ն տալիս է 5։ Այսինքն հիմա այս փաստը ավելի շուտ եկեք կիրառենք այս երկրորդի լուծման մեջ։ Այս իմ գրածները մաքրեմ, ինձ պետք չի։ Հիմա տեսեք ինչա մեզ մոտ տված։ Մեզ մոտ տված է, որ այս դեպքում արմատի տակ 1 մինուս արմատ 5-ի քառակուսին, այստեղից կարամ գրեմ սա հավասար է։ Հիմա այս քառակուսին արմատի հետ վերանում է, որովհետև երբ ասում ենք արմատ A քառակուսին, սա նշանակում է հավասար է A քառակուսու 1/2 աստիճան։ Այսպես, 1/2 աստիճան։ Հիմա հետևաբար այստեղ կարամ գրեմ սա հավասար է մոդուլ 1 հանած արմատ 5, այսպես, հանած, այստեղ ունենք արմատ 5 հանած 3-ը, այսպես։ Ու սա սրան հավասար, դեռ գիտենք, չէ, որ աստիճանների կրճատումը սա տալիս է մոդուլ A, որտեղ A-ն չգիտենք դրական թե բացասական։ Այսպես, սա հավասար է։ Հիմա տեսեք, քանի որ մոդուլի մեջ գրած է 1-ից հանած 1-ից մեծ թիվը, սա 2-ի մոտ թիվը, ես կարող եմ գրեմ հետևյալ կերպ։ Գրեմ արմատ 5 հանած 1, այսինքն սրանց տեղերը փոխեմ։ Արմատ 5-ից հանեմ 1, ոչ թե 1-ից հանեմ արմատ 5։ Հանած, այստեղ է փակագիծը բացենք։ Փակագիծը բացելուց ներսի նշանները փոխում է։ Հանած արմատ 5 մինուս 3-ը կտա պլյուս 3։ Այսպես։ Դե արմատ 5-ը մինուս արմատ 5-ի հետ կրճատվում է, լինում է 3 հանած 1, որը հավասար է 2, այսինքն սրա պատասխանը ստացանք հավասար է 2-ի։ Շատ լավ, հիմա անցնենք երրորդը փորձենք լուծել։ Երրորդն ինչա ասում, 2 սինուս պի 6-րդ գումարած կոսինուս քառակուսի 8 պի 3-րդ։ Հիմա սա լուծելու համար պետք է իմանանք հետևյալը, որ սինուս պի 6-րդը դա իրենից ենթադրում է սինուսը 30 աստիճան, որտեղ պին 180 աստիճան է, 186-րդը դա 30-ն է։ Իսկ սինուսը 30-ը դա հավասար է 1/2-ի։ Հաջորդը կոսինուս քառակուսին, դա կոսինուս քառակուսի համար հիմնական պարբերությունը դա պին է։ Ուրեմն, եթե պինի համար հիմնական պարբերությունը x-ից կարելի է հանել կա անգամ պին այստեղ, որտեղ կան ամբողջ թիվը։ Այսինքն այստեղ 8 պի 3-ից ես կարամ հանեմ k պին, որտեղ կան ամբողջ թիվը։ Հիմա հասկանանք ինչ եմ սա ասում։ Եկեք սա մաքրեմ։ Ու գրեմ հավասար է։ Տեսեք։
Սինուս պի 6/3-ը դա ստացանք սինուս 30-ից, սինուս 30-ից 1/2, այսինքն կարող եմ գրեմ 2 անգամ 1/2 գումարած։ Սա գրենք այսպես կոսինուս քառակուսի 8π/3-ից 2π-ին հանեմ, երկու պարբերություն այսպես հանեմ, 2π-ին հանեմ դուրս։ Հավասար է 2 անգամ 1/2-ը մեզ կտա 1 գումարած, այստեղ կոսինուս քառակուսի 8π/3 հանած 2π-ին կտա 2π/3։ 2π/3։ Այդ կերպ ասած, այս 8π-ին ոնց հասկանանք, այդ 8π/3-ը վրա ասում ենք, եթե սրանից այս ամբողջ մասը հանեմ, ինչ կստամ, կստամ 2 ամբողջ, հա, 2π/3։ Դե այս երկուսը երկու հատ ամբողջ պինա, որը հանում եմ դուրս, էլի ինձ սա պետք չի, ոչ մի բանի վրա չի ազդում, ինձ պետք է այսքանը, այս արժեքն է։ Դրա համար գրում եմ կոսինուս, ու դրա համար 2π-ին իրանից հանեցի։ Հիմա ստացանք հավասար է սրան, իսկ կոսինուսը 2π/3-ում դա մինուս 1/2-ի հավասար, այսինքն սա կարող եմ ասեմ հավասար է, այստեղ շարունակենք 1 գումարած մինուս 1/2 բարձրացրած քառակուսի, այսպես։ Սա էլ հավասար է 1 գումարած մինուս 1/2-ի քառակուսին կտա 1/4։ Դե 1-ին գումարած 1/4-ը դա հավասար է 5/4-ի։ Այսպես, այսինքն սա ստացանք 5/4։ Սա։ Շատ լավ, եւ դիտարկենք սրա վերջին կետը։ Okay, վերջի կետն ասում է արդեն ունենք 2-ի խորանարդ բարձրացած քառակուսից, մենք հիշենք, որ i m աստիճանը եթե բարձրացնում ենք n-ով, ապա սա հավասար է i m անգամ n։ Հիմա, եւ հաջորդը գրածա, որ 4-ի լոգարիթմ 2 հիմքով 3։ Մի կարևոր բանաձև հիշենք, i լոգարիթմ a հիմքով b-ն հավասար է b-ի։ Հիմա կարամ սա գրեմ հետևյալ կերպ։ 4-ը դե 2-ի քառակուսի, կամ գրեմ 2-ի քառակուսի, այսինքն 2, սա բարձրացրած լոգարիթմ 2 հիմքով 3։ Այստեղ 2-ը լոգարիթմ 2 հիմքով 3 հետ կբազում պատկերացին, կարամ ասեմ 2-ի 2 լոգարիթմ 2 հիմքով 3։ Այս 2-ն է կգա 3-ի աստիճան, հավասար է, այս բանաձևը մաքրեմ, ինձ պետք չի։ Հավասար է 2-ի լոգարիթմ 2 հիմքով 3-ի քառակուսի, սա էլ հավասար է։ Դե ինչպես ասացինք, i լոգարիթմ a հիմքով b-ն հավասար է b, այսինքն սա հավասար է 3-ի քառակուսու, ուն էլ իր հերթին հավասար է 9-ի։ Այսինքն այսքանը ստացանք, որ հավասար է 9-ի, իսկ այստեղ ստանում ենք, որ հավասար է 2-ի 6 աստիճան։ Դե 2-ի 6 աստիճանը դա 64-ն է, այսինքն հավասար է 64 գումարած 9, որն էլ իր հերթին անում է 73։ Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի հետ կապված, կարծում եմ պարզ է եւ հասկանալի, եթե հարցեր կունենաք, գրեք մեկնաբանության դաշտում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանաք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։